Ներքևից ժողովուրդ, միջը ներքև։ Գործը չէ։ Մուտքը ներքևից է, համեցեք ներքև։ Թազա մոդա է։ Եկեղեցի մոտը ամեն տեղից է։ Էսիկ ինչ է։ Ինչ են է սադիկ, դիգ ինչ են է, ես ինչ կայտարագություն է, յոտ վեշկի տեմը։ Աշուտ։ Քելե։ Քելեն դեպքավա։ Կանացերին կողիքնո։ Ներողություն, դուք են քաղաքացին չեք ուզում հեռացնել, տիկնոջը ձեռքերը երկարացրել է, հենց են քաղաքացին, որ դուք եկաք մոտեցաք, հեռացրել։ Ես նկատեցի, որ մոտեցավ տիկնոջը եւ վերջ, ոչինչ չի դեռ ունեցել, չէ՞ նիժա։ Մոտեցավ, հա, ձեռքից չբռնեց։ Ասես դուք գնացեք այն կողմը վրա, այսպես չարես, դուք էլ նկատեցիք։ Ես էլ միջամտեցի։ Հարգելի հետևորդներ, բարև ձեզ, ես ներողություն եմ խնդրում, բայց դուք են տիկնոջը ինչի եք ինչ-որ բան հորդորում, նաև ես տեսա, որ ձեռքով դիպակ։ Չտիպա, ես իստեղից կնացում, ներոպ եմ թողել եմ։ Հնարավորություն եմ, բայց ձեզ Ինչ հնարավորություն, ձեկ տվե հարցը, իրան հարցը տայք, ինչեք եկեք սարդեք, սադրեք։ Մոտեցեք իրան, հարց տվեք, տենչեք եկեք սադրեք։ Չեք տալիս, որ ներս մտնեմ, դա էր ասում։ Տիկինը ասում էր, ինչու թույլ չեք տալիս, որ ներս մտնեմ։ Նկարահանեցիք իրա ելույթը։ Ես եկել եմ այն հատվածից, երբ որ իրեն ասում էին, որ այլ մուտքով պիտի գնայինք, դել ասում էր ինչու։ Հարց ձեզ, բոլորիդ, իրան հարց տվեք, ինչի համար եք եկել սադրեք։ Նորվայ տղամարդուն հարց տվեցիք, ինչի համար կկորար։ Դե կես տակի ճշտեք, հետո նոր կուկակ կհարցնեք, ով կսադրե, ով չի սադրե։ Չէ, բայց ձեր պահվածքը, բայց դուք… Ինչ պահված, ես իմ հայրենիքիս համար եմ պահված։ Իսկ դուք ինչ գիտեք, որ մյուսները հայրենիքի համար… Անցեք փողոց ենք ում ու հարց տվեք։ Ինչի են իրանք ընդեղ։ Որովհետև սահմանված կարգով է պատարակայց, տեսեք, դուք քանի պատարակի եք մասնակցել այստեղ, դե հիմա հարցս լսեք, Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել, որ այս եկեղեցում սահմանված կարգով պատարակ չի, ըստ էության եկեղեցին զավթված է։ Հիմա դուք միշտ սահմանված կարգով պատարակների եք, չէ՞ մասնակցել։ Հիմա ձեր թեմի հոգևորականները, Շիրակի թեմի հոգևորականները ասում են, որ այստեղ սահմանված կարգով չի պատարակը եւ եկեղեցին զավթված է։ 20-ից ավել հոգևորականներ, դրան ինչպես կարձագանք։ Դե թող իրանք հիմնավորեն ինչի համար է, էդի կազմակերպված։ Դուք Շիրակի թեմի հոգևորական տիկին, դուք հենց հիմա ինձ խանգարում եք, դուք իմ աշխատանքի խանգարում եք։ Գնացեք, ուրեմն սպեսնա, այս վերջի հարցին կպատասխանեմ ու վերջ։ Գնացեք, մի ադամ հարց տվեք ձեր թեմի առաջնորդներին, ով որ սիկ կազմակերպել է։ Ինչի համար են սիկ կազմակերպել։ Երբ որ այդ հարցի պատասխանը դուք կստանաք, եւ ապա դուք միշտ կստանաք։ Դուք մի ադամ գնացեք այն մարդկանց հարցերը տվեք։ Ով որ պրովոկացիաները կստեղծեն։ Բայց հիմա նայեք, դուք օրինակ պրովոկացիա չեք համարում այս չափ ուժայիններով եկեղեցին շրջապատել։ Ոչ, որովհետև այս չափի ուժայինները պաշտպանում են մեր երկրի ղեկավարի անվտանգությունը։ Իրանք պարտավոր են ապահովելու։ Փաշինյանն ասում է ինքը այստեղ գալիս է որպես քաղաքացի Փաշինյան։ Հիմա դուք զորքով եք շրջում։ Որպես քաղաքացի զորքով եք շրջում։ Եթե իր կյանքի սպառնալի կյանքի մեր երկրի ղեկավարն է, ուրեմն զորքով դիշել Բայց ինքը ասում է, որ իրան շատ են սիրում, ինքն էլ ժողովրդին է սիրում, բա ինչ սպառնա։ Այդ կնգապես մարդկանց էլ հարց տվեք սադրելու համար։ Հայ իրոնք որ չեղնի, ինք առանց զորք կշրջի։ Բարի։ Տիկինը դժվար ինչ որ բան կարող։ Չեմ ադեմ հարց տվեք նոր այդ տիկնոջից ուզեք։ Մնացածից նոր պարզեք։ Հայ կներեք, նադմից էսի հարց։ Գնացեք ընդեղ, այնտեղ որ հավաքվել են զանգերները ղողանջե, չէ՞։ Չէ, հա դուք գնացեք ընդեղ հարցը տվեք, թե ինչի համար են հրանգավոր է մարդկանց բերեստեղ։ Այդ հարցը ընդեղ տվեք նոր արեքստեղ սադրանք։ Բայց պլյուս մինուսներ տեսել եմ, որ քաղաքացիական պայմանագիրն է արել, մարզպետի խորհրդականը պլյուս մինուս էր անում, թե ովքեր պիտի գան։ Դրա գրողները,